Իրենց բաժին աղաբլիթն են տուն տանում, որ գիշերն այն ուտեն ու սպասեն այդքան խորհրդավոր երազին։ Վաղը հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, սիրո երազանքն իրականացնողն է։ Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում եւ այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված։ Արդեն Քրիստոս մի դրոշ մեր դրել նրա ճակատին, որ ինքը պետք է հանուն քրիստոնեության զոհվի, նահատակվի եւ այդ սերը տարածի հազարամյակներ հետո, որի մեջ մենք այսօր ենք։ Այսօր երեկոյան պետք է խոկում տեղ ունենա Սուրբ Սարգիս եկեղեցում։ Սուրբ Սարգսի տոնին սպասում են հատկապես չամուսնացածները։ Տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որոնցից մեկն էլ տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելն է։ Խորհուրդը հարսնացուին կամ փեսացուին երազում տեսնելն է։ Հնում օրվա հիշատակելի սովորույթներից էր նաև փոխինձով մատուցարանը։ Այն դնում էին տանտանիքին կամ պատշգամբին եւ սպասում Զորավարի ձիու պայտի հետքին, որն էլ իր առանձնահատուկ խորհուրդն ուներ։ Ալյուրի կամ փոխինձի սկուտեղը դնում էին տանիքին, որպեսզի Սուրբ Սարգիսն այնտեղով նշան թողնի, որ հասկանան, որ աստծօրհնությունն իրենց ընտանիքել է եկել։ Շատ կարևոր է, որ երիտասարդները իրենք հասկանան, որ սա իրենցն է, զգեստավորվեն այդ սիրո տոնով, լուսավորվեն, սեր շռայլեն եւ որ կողմնային սեր գտնեն։ Ավանդության համաձայն բլիթը պետք է բաժանել 7 մասի եւ ուտել մինչեւ վերջ։ Ուտելուց հետո պետք է քնել առանց ջուր խմելու։ Աղի բլիթ պատրաստել եւ երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության ապրած սիրո տարոս փոխանցել եւ այդ լուրջ ու պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած երջանիկ կինը կամ սիրահարված աղջիկը։ Սուրբ Սարգիսը իր արագահաս ձիով գալի հասնում օգնում է եւ բարեխոսում է մեր բոլորիս համար, որպեսզի մեր ժողովուրդը լինի պտղաբեր եւ այս տոների միջոցով մենք կարողանանք նաեւ թոթափել մեզանից այն հոգսը, բեռը, որ դրված է ամբողջ աշխարհի ուսերի։ Վաղը երիտասարդները տոնի արդիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք պիտի նվիրեն, իսկ Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։